Բարև ձեզ, մենք շարունակում ենք մաթեմատիկայի շտեմանի խնդիրների դիտարկումը, հիմա նորից դիտարկում ենք երկրորդ շտեմանի A մակարդակի երկրորդ գլխի երկրորդ խնդիրը։ Դե եկեք սկսենք։ Հաշվենք այս արտահայտության արժեք։ Առաջին հերթին այստեղ տված է արտահայտություն եւ նախ պետք է հաշվենք փակագծի միջի արտահայտությունը։ Իսկ փակագծում գրված է 2/7 հանած 1/5։ Արտահայտությունը հաշվելու համար բերենք ընդհանուր հայտարարը, ընդհանուր հայտարարը կլինի 35, 35-ը բաժանած 7-ի 5 անգամ 2 10, ստացանք 10 հանած 35-ը բաժանած 5-ի 7, 7 անգամ 1 7 10 հանած 7, որն հավասար է 3/35, այսինքն ստացանք, որ փակագծի ներսին հավասար է 3/35, հաջորդ քայլին 3/35-ը բաժանում ենք 3/7-ին, որն էլ հավասար է 3/35, բազմապատկած արդեն երբ բաժանում ենք այս կոտակը, այս կոտակը շրջվում է, դառնում է 7/3։ Այսպես 3-ները կրճատվում են, 7-ը 35 հետ կրճատվում է, լինում է 5, ստացանք 1/5։ Այսինքն այս քանի արժեքը տվեց 1/5, հաջորդիվ այդ 1/5-ից հանում ենք 1/1/5, որ սարքենք սովորական կոտակ, ստանանք 1 անգամին գումարած 1, այսինքն ստանանք 6/5։ Ստացանք սա էլ հավասար ընդհանուր հայտար 5, 1-ից հանած 6, որն էլ հավասար է -5, 5/5, որն էլ հավասար է -1։ Այսինքն առաջին կետի արդյունքը կտա -1։ Շատ լավ, եկեք սա մաքրեմ եւ անցնենք առաջ, դիտարկենք արդեն երկրորդ խնդիրը։ Երկրորդ խնդրում արդեն արմատ ունենք ու փորձենք այս խնդիրը միասին քայլ առ քայլ լուծենք, բայց նախ եւ առաջ եկեք հասկանանք, թե ինչ բանաձև ենք այստեղ կիրառելու։ Այստեղ կիրառելու ենք հետեւյալը՝ i(n) աստիճան բարձրացած m աստիճան հավասար է լինելու i n անգամ m։ Այս բանաձևից ենք այստեղ օգտվելու։ Դե եկեք սկսենք։ Այստեղ ունենք 8, ուրեմն 27-րդ, իսկ 8/27-ը դա 2/3-ի խորանարդն է, այսինքն կարամ սա գրեմ հետեւյալ կերպ՝ քառակուսի արմատ 4 անգամ, տեսեք, 2/3-ի խորանարդ, երբ սա բարձրացնենք խորանարդ, կստանանք 2-ի խորանարդը 8, 3-ի խորանարդը 27, եւ այսքանը արդեն բարձրացած -2/3 աստիճան։ Սա ամբողջությամբ գումարած 7 արմատի տակ։ Այսպես, սա հավասար է։ Եկեք սա մաքրեմ, այս բանաձևը արդենից պետք չի։ Հիմա տեսեք 2/3-ի 3 աստիճան բարձրացած -2/3, եւ բարձրացնում ենք աստիճան, աստիճանները բազմապատկվում են իրար հետ, այսինքն ստանում ենք ինչ 3 անգամ -2/3, այստեղ այս 3-ները կրճատում են, ստանում ենք -2, այսինքն կստանանք հետեւյալը՝ քառակուսի արմատ 4 անգամ 2/3-ի -2 աստիճան գումարած 7, այսպես։ Սա հավասար է։ Հիմա տեսեք, 2/3-ի -2 աստիճանը դա նույնն է, ոնց որ գրեմ 1-ը բաժանած 2/3-ի քառակուսի 2 աստիճան, այսինքն մինուսը դա դարձավ 1 այստեղ։ Սա էլ իր հերթին հավասար է 1-ը բաժանած 2-ի քառակուսին 4, 9-ի քառակուսին 3-ի քառակուսին 9, իսկ 1-ը բաժանած 4 9/3-ը հավասար է 9/4, այսինքն այս 9-ը թռնում է վերը։ Ստացանք այստեղ, եկեք սա մաքրեմ։ Ստացանք հետեւյալը, որ սա հավասար է քառակուսի արմատ 4 անգամ 9/4 գումարած 7։ Սա էլ հավասար է 4-երը կրճատվում են, մնում է 9, 9-ին գումարած 7 16, իսկ արմատ 16-ը իր հերթին հավասար է 4-ի, այսինքն այս ամբողջ արտահայտության արժեքը ստացանք հավասար է 4-ի։ Շատ լավ, այսքան այս խնդրի հետ կապված, հիմա եկեք դիտարկենք միասին երկրորդ խնդիրը։ Այստեղ պատասխանները ճիշտ ասած ջնջեցի, եկեք վերականգնեմ, սա 4 էր, իսկ անցած խնդրի պատասխանը կարծես թե ստացել ենք -1։ Հիմա եկեք դիտարկենք երրորդ խնդիրը։ Երրորդ խնդիրը գրելու համար օգտվել ենք հետեւյալ հայտնի բանաձևից՝ սինուս x գումարած սինուս y, որն էլ իր հերթին հավասար է 2 հատ սինուս x գումարած y կես, այսպես, անգամ կոսինուս x հանած y կես, այսպես։ Սինուս x + y կես, կոսինուս x - y կես։ Հիմա մեր դեպքում ունենք սինուս 50 գումարած սինուս 10։ Սա հավասար կլինի, եկեք ստեղ գրեմ հավասար է, ու շարունակենք ներքևում կոսինուս 20 հավասար է 2 հատ։ Ուրեմն աստիճանները գումարենք իրար, ստանում ենք ինչ 60, 60-ի կեսը 30, այսինքն սինուս 30 աստիճան անգամ կոսինուս 50-ից հանած 40, 50-ից հանած 10 40, 40-ը կիսած 20, այսինքն կոսինուս 20 աստիճան։ Այս կոսինուս 20 աստիճանները կրճատվում են, լինում է հավասար 2 անգամ սինուս 30 աստիճան։ Իսկ սինուսը 30 աստիճանում հավասար է 1/2, այսինքն ստացանք 2 անգամ 1/2, որն էլ հավասար է իր հերթին 1-ի։ Սա էլ երրորդ խնդրի հետ կապված, եւ հիմա մնաց մեզ դիտարկենք արդեն վերջին խնդիրը, չորրորդ խնդիրը, ով
խնդիրը լուծելու համար օգտվել եմ լոգարիթմի երկու բանաձևից։ Առաջինը հետևյալն է, որ լոգարիթմ a հիմքով b-ն բազմապատկած լոգարիթմ b հիմքով c-ն, այսա հավասար է լոգարիթմ a հիմքով c։ Եվ երկրորդը հետևյալն է, որ լոգարիթմ a հիմքով b-ն հավասար է լոգարիթմ a-ի n աստիճան, b-ի n աստիճան, այսինքն ինչքան են ուզում կարող բարձրացնել, որտեղ այս էներգիայից են դիմաց իրանք վերանում են։ Օգտվել եմ այս երկու բանաձևից, դե եկեք սկսենք, ուրեմն այս սա հավասար է, այստեղից շարունակեմ ես։ Լոգարիթմ 5 49, եկեք հենց այդպես էլ գրենք, ուրեմն լոգարիթմ 5 աստիճան, նո 41 գրեմ լավ, 7-ի քառակուսի, այսպես, բազմապատկած լոգարիթմ, ուրեմն այստեղ ունեմ արմատ 7 եւ 0.04 0.04, չէ։ Ու 0.04-ը եկեք հասկանանք, թե որ կոտորակն է։ 0.04-ը դա հավասար է 4/100-րդ, որն էլ որ կրճատենք լինում է 1/25-րդ։ Իսկ 1/25-րդ դա 1/5-րդի քառակուսին է։ Այսինքն կարամ գրեմ հետևյալը հավասար է 7-ի 1/2 աստիճան եւ այստեղ 1/5-րդի 2 աստիճան։ Այսպես։ Սա հավասար է։ Հիմա տեսեք, առաջարկում եմ այստեղ այս երկրորդ մասում բարձրացնել 4 աստիճան, այսինքն գրեմ հետևյալը, սրանքից պետք չէ մաքրեմ, որ տարածքս ազատվի։ Գրենք հետևյալ կերպ, լոգարիթմ, առաջին նույն ձև արտագրեմ, հիմքով 7-ի քառակուսին անգամ լոգարիթմ 7-ի 1/2 աստիճան բարձրացրած 4 աստիճան եւ հետեւաբար 1/5-րդ քառակուսին նույնպես պետք է բարձրացնեմ 4 աստիճան, այս սա էլ։ Սա հավասար է։ Հիմա տեսեք, 7-ի 1/2 աստիճան բարձրացած քառակուսին կտա 7 քառակուսին։ Այսինքն ստացա, որ սա, եկեք գույնը այսպես նշեմ, ստացա, որ այսքանը ու այսքանը իրար հավասար են, այսինքն սա հավասար է լոգարիթմ մնաց 5, հա, հիմքով 1/5-րդի 8 աստիճան, որտեղ երկու անգամ 4 ենք կատարում։ Դե սա էլ հավասար է։ Ու 1/5-րդը դա նշանակում է 5-ի մինուս 1 աստիճան, իսկ քանի որ 8 եմ բարձրացնում, կստանանք 5-ի մինուս 8 աստիճան, այսինքն լոգարիթմ հիմքով 5-ի մինուս 8 աստիճան, իսկ այդ մինուս 8 աստիճանը գալիս է արդեն առջևում, այսինքն սա էլ հավասար է մինուս 8-ի։ Հետևաբար պատասխանը կլինի մինուս 8։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդիրների հետ կապված, կարծում եմ պարզերև հասկանալ, եթե հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեո կուրսերը, որպեսզի կարողանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։